Բարույս երեկո, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, էլի ներողություն ես ուժամին ձեզ անհանգստացնելու համար։ Ինչպես միշտ, այդպես էլ հիմա օրվա զարգացումները ստիպեց, որպեսզի այս հարթակը օգտագործեմ ձեզ հետ շփվելու հնարավորությունը եւ իմ խոսքերը հնչեցնելու եւ զգուշացնելու խոսքերս ասելու։ Դա ստիպեց օրվա տրամադրությունները եւ օրվա զարգացումները ասել եմ, ասում եմ եւ հիմա էլ եմ ասում, ես չեմ ալարում այս խոսքը անընդհատ ասելուց։ Ես ուղղակի գիտես ինչ, քանի որ ես հայ մարդուն հարգում եմ, անկախ գիտես ինչ գաղափարներից թե ով ում է սատարում։ Ես մի բան եմ ուզում ասեմ, ու խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Առաջին հերթին, ես չգիտեմ ում ոնց, անձամբ ինձ, որպես Facebook-ում խոսացող չնկատեք, ոչ էլ կնկալեք, որ հա դե ակտիվիստ Մանվելն է, վարչապետին սատարող քաղաքական ակտիվիստ Մանվելն է, մտել է ուղի եթեր բանը գործ չունի, խոսում է, լայքերը հավաքում կամ չգիտեմ դրուզյաները հավաքում, ոչ։ Ես անկեղծորեն եմ ասում, այս ուղի հարթակը ես օգտագործում եմ առաջնահերթ իմ անելիքների վերաբերյալ, իմ զգուշացումը հնչեցնելը, որ ես զգուշացնում եմ, ու նրանք ովքեր, ես պատասխանատու ասել եմ, պատասխանատու հիմա էլ եմ ասում, նրանք ովքեր կասկածել են իմ խոսքերի լրջության վրա, ես չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործեմ, լիքը մարդիկ փոշմանել են, միջ առեսուրոզեր փոշմանում են ու դա կրելու է շարունակական բնույթ, խնդրակս ինչ է, խոսքերը անլուրջ չընդունեք, որովհետև անլուրջ ընդունածները միջև հիմա փոշմանում են, որ անլուրջ են ընդունել։ Առավել ևս ես չեմ մտնում լայք հավաքում կամ չգիտեմ ինչի համար, դες մի հատ խոսույթ կա, մտնեն այնքան բան խոսան, հաջողական բաներ խոսան, չգիտեմ ինչեր ասեն, լայք հավաքեն, ես անեն դրոզը, դրա կարիքը մենք, ես բլոգեր չեմ, այո ես քաղաքական ակտիվիստ եմ, նախ առաջինը մարդ եմ, տղա եմ, հայ մարդ եմ, ով 100% սատարում է խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ով 100% սատարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավար, լեգիտիմ Հայաստանի Հանրապետության վարչապետին իր բոլոր գաղափարներով, մոտեցումներով, սեփական պետության հզորացմանը, իրական Հայաստանի պատկերացումը մոտեցմանը, իր ամեն ինչին, մենակ մի քիչ ջղայնանում եմ, որ ժողովրդավար պետություններից ավելի շատ ժողովրդավար ենք, որ ժողովրդավար պետությունից ավելի շատ ժողովրդավար ենք, այդ դրա վրա եմ ներվայնանում, ու նաև դրա նրբություններն էլ եմ հասկանում, ավելի շատ ներվայնանում եմ եւ մենակ ես չեմ ներվայնանում, լիքը մարդիկ ներվայնանում են իրավական համակարգի դանդաղ աշխատանքը, ես չեմ ուզում բարձր հարգանքով այդ ինստիտուտների նկատմամբ դատական համակարգ կլինի, դատախազություն կլինի, քննչական կլինի, հակակոռուպցիոն կլինի, բարձր հարգանքով այդ ինստիտուտների նկատմամբ, բայց ես ուզում եմ ասեմ, որ այո ներվայնանում ենք դանդաղ աշխատանքի համար, դանդաղ, որովհետև ժամանակը թանկ բան է, ինչպես մարդու կյանքի համար է ժամանակը, մարդը պետությունով է, պետությունը մարդն, այո պետության համար ժամանակը թանկ բան է, 8 տարի է ժամանակը սպանվում, այո դրանց վրա ներվայնանում ենք, բայց խնդրանքը զենի է, որ լուրջ ընդունեք, սա զգուշացում, այսօրվա ուղի եթերը զգուշացում եւ սա թող գիտես ինչ, սեզ մի հատ այս վերջերս ոնց որ սենց ինչ-որ սեզ մի հատ մաֆիա ակտիվացել, ու ասենք հնարավոր անհնարին ամեն ինչ անի այնքանա սադրի, պատգամավորների ծնողներին, քաղաքական պայմանագրի կուսակցության պատգամավոր կամ պատգամավորների
ծանողներին սադրեն, այդ տարիք մարիք հաշվի չառնելով, չեն գիտեմ հենգնանքով վերաբերմունք ցույց տան, էլ վարչապետին, իր տիկնոջը, այդ ընտանիքի անդամներին, ակտիվիստներին, բոլորին հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անեն, բոլորին սադրեն, թաքնվելով հեղափոխության արժեքների թիկունքում, թաքնվելով վարչապետի հորդորների, առթավորվելով վարչապետի, չգիտեմ, ժողովրդավարությունից, սիրուց, որ Եվրոպայից էլ ավելի մենք Եվրոպա ենք այդ արժեքներից, թաքնվելով այս արժեքների հետևը սադրեն բոլորին իրանց սադրանքի զոհը սարքեն, հնարավոր մի հատ էլ որ ասենք, ովքեր որ սադրանքի զոհն են դառնում, էմոցիոնալ ինչ-որ մի հատ արտահայտություն թույլ տան, կամ մի հատ էմոցիոնալ ինչ-որ մի հատ շարժ անեն, բերեն ազգովի ցեղովի հավաքվեն, հայ բուդուլ, էս ինչ են անում մեզ, էս ինչ ասեցին մեզ, բայց ելին համ որ գնամ ինչ ասես ասում, ինչ ասես անում, այնքանա որ մի հատ թիթև կոպիտ արձագանքի արժանանան, ցեղովի հելնում են էլ իրաց փաստաբաններով, ազգովի, ցեղովի, ծորներով, թորներով, հայ բուդուլ են անում։ Ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ ընկերները կուսակցական ընկերներ չեն։ Մեր բոլոր արարքների համար քաղաքական պայմանագիր կուսակցությունը պատասխանատու չէ, մենք անկուսակցական ենք եւ մեր արարքների համար քաղաքական պայմանագիր կուսակցությունը պատասխանատու չէ, առավել եւս ես պաշտոնապես հայտարարում եմ, իմ արարքների համար որևէ մեկը բարոյական իրավունք չունի վարչապետ Նիկոլ Փաշինյան մեղադրելու կամ ԿՊ մեղադրելու, ինչա որ ես սատարում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքական պայմանագիր կուսակցությունին։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, քանի ունեմ այսօր այս հնարավորությունը, որովհետև չգիտեմ 5 րոպե հետո ես կունենամ այս հնարավորությունը հայտարարելու թե ոչ, բայց ես հենց հիմա կոչ եմ անում իմ ընկերներին։ Ես այս հարթակով չեմ կոչ անում։ Ես իմ կոչ արդեն արել եմ։ Մենք գիտենք մեր անելիքը։ Բոլոր կարմիր գծերը Ռոբերտ Քոչարյանը Այրան Ծարավ պրիվետ Ռոբիկը ով երեք Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է պատերազմներ հրահրելու մեջ այդ Հայաստանի Հանրապետության թշնամին հայ մարդու որոշման հետ չհամակերպվող հայ մարդու թշնամին հայ մարդուց աբիժնիկները հայ մարդու որոշման հետ չհամակերպվող տասնյակ տարիներով հայ մարդու այլունը ծծածները այդ հայոց լեզվի հետ կապ չունեցածները բոլոր կարմիր գծերը անցել են եւ ինձ լուկուտները տես խմբակներով տարբեր տեղ մարդկանց սադրանքների զոհ են սարքում վիրավորելով ահել ջահել մեծ կին տղամարդ ոչ մի բան հաշվի չառնելով ու իրանք էլ գնում են իրանց կաբինետներում գրասենյակներում նստում իրանց ճարպիկությունից ոգևորված այդ տեսեք մի քանի հոգու էլ ասում են այդ տեսեք որ մենք այս քաղաքի միակ համարձակ տղեկն ենք ինչ ուզում ոնց ուզում են ձևել անում ենք դու պատգամավորի մորնել ենք հենգնում Դու չգիտեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին էլ ինչ ասես ասում ենք, Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքի անդամներին էլ ինչ ասես ասում ենք, կարոջը մենք ինչ ուզում են էլ անում ենք, ում ոնց ուզում են ձևել ինչ ուզում ասում ենք, ում որտեղ պատահած, որ պատահում է, որ մի պատգամավորի մերնել, որտեղ որ պատահում է, առանց տարիք մարիք հաշվի առնելու, բռնում մեր սադրանքի զոհն ենք դարձնում Մի խոսքով ինչ ուզում են էլ անում ենք, տեսեք, որ մենք այս քաղաքի ամենա, չգիտեմ, հաջողակ, ամենաճարպիկ, ամենադուխով տղեկն ենք։ Ռոբերտ Քոչարյան, նույն ինքը սատկած առուսքշող Այրան Ծարավ, 7 գլխանի վիշապ։ Ուրեմն թող քո բոլոր այդ փոքրիկ խմբակները, եթե դուք միջև հիմա մտածում եք, առավել եւս եթե ոչ մի բան իրենից ոչինչ չասող Պրիվետ Ռոբիկը, միջև մենք մտածում է, որ այս քաղաքի միակ տաղեն է, այս պետության միակ տաղեն է,
Դուք չարաչար սխալվում եք։ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե քաղաքի միակ տաղեն չի, այլև այս քաղաքի միակ տեցի կանգնող պրոստիտուտկեն չի։ Ցանկացած տեստի կանգնող մանրավաճառ ավելի արժեք ունի, ավելի արժեքավոր է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Այո, դուք հենց հիմա հետ ձեզ պահից զգալու եք քաղաքական մակարդակով ես շեշտեմ ես հարթակով։ Քաղաքական մակարդակով հենց հիմա, հենց այս պահին դուք զգալու եք ձեր սեփական մաշկի վրա, որ դուք ձեր պատկերացրած տղեկը չեք այս քաղաքի, որ դուք ձեր պատկերացրած համարձակները չեք, ոչ էլ ամենադուխովներն եք այս քաղաքի, առավել ևս այս պետության։ Ես պաշտոնապես հայտարարում եմ ու ես կոչ եմ անում իմ ընկերների հենց այս պահին ամեն մեկը ձեր ծառայությունը կատարեք քաղաքական մակարդակով սա շեշտեմ քաղաքական մակարդակով եւ ես ուղիղ եթերից հետո ես դա ապացուցելու եմ որ Ռոբերտ Քոչարյանը այս քաղաքի միակ տղեն չի, որ Ռոբերտ Քոչարյանի այրան ծարավը, հայ մարդու այրան կարոտ մնացածը, որ 8 տարի չի կարում հայ մարդու արուն ծծի, այդ հայ մարդուն պատերազմ հրարանելու մեջ մեղադրողը, ինքը պետք է եւ իր մաֆիան պետք է ազգա, որ իրենք այս քաղաքի ամենահամարձակ տղեկը չեն, ամենադուխովները չեն։ Ես սա նայում եմ ձեր աչքերի մեջ ու ձեզ Երդվում եմ ամբողջ սրբություններով, ես դա ձեզ խոսք եմ տալի ու դուք ամեն վարքյան զգալու եք, որ դուք ձեր պատկերացրած այս սադրիչներ, դուք ամեն մեկըդ, մենք ձեր անուն ազգանունները անկիր գիտենք, ու դուք ձեր սեփական մաշկի վրա զգալու եք, որ դուք այս քաղաքի ամենահամարձակը չեք, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը, կեցե հեղափոխություն իր բոլոր արժեքներով, որ հայ մարդը արդեն որ համբերությունը այլևս կորցրել է, բայց հեղափոխությունը ունի օրենքներ, արժեքներ, մենք մենք սատարում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետին իր հորդորները եւ կոչերը այնքան արժեք ունեն մեր մոտ, որ այո մենք արդեն հունիցել ենք, բայց անկախ էս ամեն ինչի, ինչքան որ մենք արդեն հունիցել ենք, մենք երբևիցե այդ արժեքները, հորդորները եւ կոչերը չենք անտեսելու, բայց նաեւ չենք լռելու։ Այո, իմ ընկերներն լավ գիտեն, ես էլ լավ գիտեմ, ես խնդրում եւ հորդորում եմ իմ ընկերներին, նաեւ ես իմ վրա գիտակցում եմ, նաեւ ինձ վերաբերվում, որ այո հեղափոխության արժեքները տեղը պահելով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորները կոչերը տեղը պահելով, ամենաբարձր հարգանքով վերաբերվելով այդ հորդորներին կոչերին, մենք անելիք ունենք, մենք ասելիք ունենք եւ մենք հենց հիմա կասենք մեր ասելիքը եւ կանենք մեր անելիքը իհարկե օրենքները տեղը պահելով հեղափոխության բոլոր օրենքները արժեքները տեղը պահելով ցավակցում եմ այն մարդկանց, ովքեր այս խոսքերը անլուրջ կվերաբերվեն, այս խոսքերին, ցավակցում եմ այն մարդկանց, ովքեր իրենք համարում են, որ այս քաղաքի կամ այս պետության ամենաուժեղներն են, դուխովներն են, ամենահամարձակներն են։ Ցավակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ հայրան ծարավ պրիվետ Ռոբիկին, որ ինքը մինչև հիմա մտածում է, որ ինքը այս քաղաքի միակ տաղեն է։ Ցավակցություններս ձեզ քաղաքական մակարդակով այո ես քաղաքական ակտիվիստ եմ այո ես սատարում եմ հեղափոխությանը ես սատարում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ես սատարում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության
թիմին, բայց որևէ մեկը իմ արարքների համար որևէ բարոյական իրավունք չունի մեղադրելու վարչապետին կամ քաղաքական պայմանագիր կուսակցություն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, իմ որևէ մի խոսքի, որևէ արարքի, որևէ պահվածքի համար քաղաքական պայմանագիր կուսակցությունը առավել եւս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու չէ։ Եթե ես օրենք կխախտեմ, եթե իմ գործողությունների մեջ օրենք խախտեմ, ուրեմն ես կպատժվեմ օրենքի ամբողջ վստությամբ, ինչպես որ պատժվում եւ պատժվելու են բոլոր օրենք խախտողները։ Ստեսություն Աստված մեզ հետ։